19-ին աշխատանքի ժամին մոտավորապես 12-ի թե 1-ի կողմերը լսվեց կրակոցների ձայնը, իմացանք, որ սկսել է նորից պատերազմ, նորից այդ 44 օրվա պատերազմի հիշողությունները դեռ չավարտված, մենք նորից պետք է մասնակցենք պատերազմի։ Պատերազմին գտնվում էի մարտական դիրքերում։ Սպասում էինք ինչ-որ բանի, բայց այդ մասշտաբի չէինք սպասում։ Մինչև ամսի 24-ը մնացել եմ պոստերում, 24-ին իջել եմ, էլի տենց սկսել այդ բենզինի 10 հոգեկ բանը։ Մենք որ եկել ենք մարտական դիրքերից արդեն չկար, դաժե զորամասում մեր սպաներից եմ ուզել, էլի ասել են չկա, էլի չուն։ Ինչպես որ արցախահայության բոլորի մոտ, այնպես էլ մեր մոտ առաջացավ խնդիրը Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու, քանի որ կար դիզվառելիքի խնդիր, իսկ այդ ժամանակ կար, որպեսզի պետության կողմից տրամադրվեր, հատկացվեր քաղաքացիներին, որպեսզի կարողանային դուրս գալ Արցախի Հանրապետությունից, յուրաքանչյուրս փորձում էինք որևիցե մի տեղից հայթայթել։